Ադունց եւ Շահամյան ընտանիքների միջև պայքարը մի շարք դժբախտությունների պատճառ դարձավ։ Վահանի եւ Նունեի անզուգական սերը ստիպված եղավ անցնել շատ փորձությունների միջով, բայց մարդկային գիտակցության վեհության, ընտանեկան հավատարմության եւ նվիրվածության, սիրո եւ սթափ դատողության շնորհիվ անհանդուրժողականությունը փոխարինվեց ներողամտությամբ, հակամարտությունը ընտանիքների միավորմամբ։ Ատելությունը փոխարինվեց սիրով։ Misery, I will not break you where you did, you felt so hard. I've learned the hard way to never let it get that far, because I strayed too far from the Mary! Դու առանց շպարվելու ես գեղեցիկ նվարդ։ Շնորհակալ եմ։ Տեսնում ես, ինչ դեպուտատ եմ դարձել, փողկապը զլանում եմ կապեմ։ Այդ նրանից է, որ ես եմ քո կողքին հայտնվել ու քանի տարի է քեզ թույլ եմ տալիս, որ թերանաս քո պարտականությունների մեջ։ Լավ, շատ մի արդայնացի, կարծում եմ համերգը շատ լավ կանցնի։ Մի վայրկյան չեմ կասկածում։ Մերին վերջի վերջո իմ աղջիկն է։ Ոչ միայն քո, այլ նաև Գոհարի, իդեպ, ինչքան գիտեմ դու բաղաձայն ես, չէ՞։ Իսկ Գոհարը ձայնավոր ու հուսով եմ, որ Մերին քեզ չի քաշել։ Հա, բաղաձայնի առումով դու իհարկե ճիշտ ես ասում։ Բայց ես խելոք եմ, իսկ Գոհարը չէ։ Իսկ դա նշանակում է, որ նա ում է քաշել, իհարկե ինձ։ Դե իհարկե քեզ։ Ու այսօր ժամը 7-ին սաղ քաղաքը կիմանա, թե ով է Մերին։ Այ իսկ եթե ժամը 6-ին գայրի հետևից հրատարակչություն, մենք միասին կգնայինք։ Չէ նվար ջան, հավատա չեմ կարող, գործերում եմ չեմ հասցնի։
Ես երևի օֆիսից մի անգամից այնտեղ գնամ։ Իհարկե մի քիչ շուտ, որ աղջկա սիրտեմ համերգից առաջ։ Իսկ նույն չի զանգել քրոջը շնորհավորի համերգի կապակցությամբ։ Չգիտես ոչ նույնը, ոչ էլ Վահանը։ Վրամ գիտես, այսօր մի երազ տեսա։ Ինչ երազ։ Երազումս մեր երեխաները վերադարձել էին Շվեյցարիայից, ու գիտես, մեր հետ միասին գտնվում էին նույն դահլիճում Մերիի համերգին։ Ես էլ այդպես կուզեի, բայց երազներին մի հավատա, երազայել է։ Հա, բայց ուզում եմ հավատամ։ Ես էլ եմ ուզում նվարդ, բայց ինչ արած։ Դե լավ, ես գնամ ուշադրել։ Իդեպ Վրամ, ես այսօր պիտի հանդիպեմ Բելային։ Նրան կծանոթացնեմ գործի մանրամասները ու կարծում եմ, որ հենց վաղվանից աշխատանքի կանցնեմ։ Էլի քոնն ես անում, Նվարդ։ Ես զարմանում եմ, գիտես։ Դու ոնց ես վստահում ու այդ աղջկան քեզ մոտ աշխատանքի ընդունում։ Վրամ, Բելան շատ է փոխվել։ Նրա նմանները չեն փոխվում, Նվարդ։ Լավ էլի Վրամ, էլի մի սկսի։ Ես Բելային ուղղակի ուզում եմ հանձնել միայն բարեգործական ֆոնդի գործերը։ Մենակ դա։ Հաստատ։ Հաստատ։ Հրատարակչության գործերին չի խառնվելու։ Ոչ մի դեպքում։ Այ ինքը կզբաղվի բարեգործական ֆոնդով, իսկ ես էլ հաստատ շատ ժամանակ կտրամադրեմ իմ հրատարակչությանը։ Գիտես, Վրամ, չես պատկերացնի, ինչքան ոգևորվեց Բելան, երբ լսեց, որ ֆոնդը զբաղվելու է հիվանդ երեխաների օգնելու գործով։ Վրամ, հավատա։ Ես համոզված եմ, որ Բելայից լավ ոչ ոք չի անի այդ գործը։ Դե լավ, Նվարդ։ Ոնց գիտես։ Եթե համարում ես, որ դա ճիշտ է, ուրեմն վարվի այդպես։ Իսկ հիմա ես գնամ, իրոք ուշանում եմ։ Ժամը 6:30 կողմերը համերգասրահում կլինեմ։ Լավ։ Այնտեղ կհանդիպենք։ Իսկական շվեյցարացի եք դարել։ Շատ ես սիրունացել։ Էլի անհաջող հումորներ ես անում, Անդո։ Իմ կինը ամենասիրունն է։ Բայց ինչի ուշացար։ Դե նույնն անձնագիրը կորցրեց, դրա համար մի քիչ ուշացանք։ Լավ։ Ոնց ես ախպերես։ Լավ ասա դու ոնց ես։ Սենց էլի, ճիշտն ասած մտածում էի երկար կմնաք Շվեյցարիայում։ Դե մնացինք այնքան, ինչքան որ պետք է։ Դե Շվեյցարիան շատ լավ երկիր է, բան չունեմ ասելու, բայց դե մեր տղան պիտի Հայաստանում ծնվի։ Հասկացա։ Ընդեղի բժիշկները օգնեցին։ Ոչ չօգնեցին։ 5 ամիս հետո պապա եմ դառնում, մի հատ լավ տղա եմ ունենալու։ Չես պատկերացնում ինչքան ուրախ եմ։ Պատկերացնում եմ։ Ուղղակի մի բան սխալ արեցիր, որ մենակ ինձ ես տեղյակ պայել, որ գալիս եք։ Հա, ես քո ամենամոտ ընկերն եմ, բայց պիտի զանգեիր Վրամին, Նվարդին, Մերիին։ Չնայած Մերին այսօր զբաղված է, այսօր իրամոտ մենահամերգ է։ Բայց գիտենք, որ մենահամերգն է, դրա համար էլ